Երբ որ մենք ունենում ենք նշաններ շաքարային դիաբետի, այսինքն այդ բոլոր գանգատները, նշանները, արդեն մոտ 90%-ը ինսուլին արտադրող բջիջների քայքայված է լինում։ Բայց եթե ավելի ուշացնենք ախտորոշումը, մնացած տոկոսներ արդեն կքայքայվի եւ երեխան ընդհանրապես վերականգնել հնարավոր չի լինելու եւ հիվանդության ընթացքը ավելի դժվար կլինի եւ ծանր կլինի։ Դրա համար ինչքան շուտ ախտորոշվի հիվանդությունը, ինչքան շուտ բուժումը սկսվի, այդքան ավելի պահպանված կմնան բետա բջիջները, ինսուլին արտադրող բջիջները եւ երեխայի վիճակը եւ հետագա ընթացքը հիվանդության ավելի իսկ որ դարձնային հիվանդությունը երևում գալիս, կարող է երեխաների դանսականում տարեկան։ Այո, շաքարային դիաբետը կարող է հենց նորածնային տարիքից լինել, բայց դա բավականին հազվադեպ է լինում, ավելի հաճախ հիվանդանում են 5-ից 7 տարեկան երեխաները, 10-ից 14 տարեկան երեխաները ավելի շատ են հիվանդանում, բայց այս վերջի տարիներում ամբողջ աշխարհում եւ Հայաստանում նույնպես գրանցվել է աճ մինչեւ 4 տարեկան երեխաների։ Նաեւ Իսկ ասենք բժշկին դիմելուց հետո այդ ինսուլինը ինչպես կարող են ձեռք բերել ծնողները։ Ծնողները չեն գնում ինսուլինը, ինսուլինը անվճար ստանում են պետության կողմից, երեխաները անվճար ստանում են ինսուլինի խնդիր չունեն։ Իսկ որ ինչ նոր եղանակի մասին է, որ այսօր դուք պետք է ներկայացնեք, որ Հայաստանում արդեն կան նոր մեթոդ, որը կարելի է երեխաներին արդեն օգնել։ Չէ, նոր մեթոդ Հայաստանում չկա, նոր մեթոդ։ Մեթոդները մնացել են նույնը, այսինքն բուժվում է, երեխաները բուժվում են նույնպես ինսուլինով։ Առանց դրան, առանց ինսուլինի ոչ մի բուժում տիպ 1 շաքարային դիաբետի հնարավոր չի անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում։ Բուժումը մեկն է։ Հարցը երևի նրանում է, թե ինչ ձև, ինչպես է այդ ինսուլինը հասցվում օրգանիզմ։ Մեզ մոտ երեխաները հիմա ստանում են ինսուլինները սրբակներով, ներարկիչով հավաքում են ինսուլինը եւ ներարկում են։ Կան նաեւ հիմա աշխարհում եւ կարծում եմ մեր երեխաները շուտով դրա կունենան գրիչ ներարկիչներ։ Այսինքն երբ որ դա ավելի հեշտ միջոց է ինսուլինի ներարկման, երբ որ արդեն երեխան չի ունենալու առանձին սրբակ, առանձին ներարկիչ, այլ արդեն մի գրիչ ներարկիչի մեջ եւ սրբակն է մեջը դրված եւ ասեղն է մեջը, երեխան կարող է իր հետ նման տալ այդ գրիչը եւ որտեղ որ անհրաժեշտություն կա, որտեղ էլ որ գտնվի եւ այնտեղ անհրաժեշտ լինի սրսկումը կատարել, ինքը հանգիստ կկատարի։ Եվ դա նաեւ այդ ինսուլինները տալիս են հնարավորություն այդ երեխաներին ավելի ճկուն օրվա ռեժիմ ունենալ։ Կան նաեւ ավելի ժամանակակից միջոցներ ինսուլինը հասցնել օրգանիզմ, դա ինսուլինային պոմպերն են, որը իրենց ներկայացնում է սարք, որը տեղադրվում է կաթետրով, ուրեմն ասեղը կաթետրը մտցվում է ենթամաշկային հյուսված եւ սարքը միացվում է երեխայի կամ փորիկի շրջանում, կամ հետույքի շրջանում, կամ գրպանում է պահում երեխան եւ այդ պոմպը արդեն ավտոմատ կերպով ինքը ներարկում է ինսուլինը ըստ ծրագրի, այո, այսինքն երեխան չունի ինքնամիշտ կրում է դա, բայց երեխան արդեն չի ունենում ամեն օրվա այդ օրը մի քանի անգամվա սրսկումների անհրաժեշտությունը, որովհետև պոմպը ունի ծրագիր եւ ըստ այդ ծրագրի ինսուլինը ներարկվում է։ Դա անցավ է, այսինքն ցավը կլինի, որ այդ ասեղնություն, բայց շատ ասեղները այնքան բարակ են, որ ցավը չեն զգում։ Ներարկիչներն են շատ բարակ ասեղներով նրանք, որոնք հիմա օգտագործում են։ Ասեղները շատ բարակ են եւ նույնպես գրեթե անցավ են։ Ուղղակի տարբեր երեխաներ իհարկե տարբեր ձևի են ընդունում դա։ Ոչ մի հաճելի բան չկա մշտական սրսկումների մեջ իհարկե։ Այդ պոմպերը, որոնց մասին ես խոսեցի, դեռ Հայաստանում չկան։ Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներում կարող է դա լինել։ Զգամականի երեխաների վիճակը արդեն ոգևորվել կթեթևացնի ամեն դեպքում, անընդհատ իհարկե գողության տակ լինելու ոսկեղության տակ նրանք պարտադիր պետք է լինեն եւ մշտական օրը մի քանի անգամվա շաքարի չափումը նույնպես մնում է։ Երեխան
ուղղակի այո ազատվելու է այդ մշտական սրսկումներից, օրենի քանի անգամվա սրսկումներից։ Եվ ավելի ճկուն օրվա ռեժիմ կարող է ունենալ, նա արդեն չի լինելու կապված իր ուտելու ժամերից կամ ինսուլինի ազդեցության ժամերին, որ պետք է անպայման հաց ուտի, դա կապված չի լինելու։ Դա կարող է օրվա իր ռեժիմը գրաֆիկը փոխել, ծրագիրը կփոխի եւ նորմալ ինսուլինը կստանա։ Գրիչները կան, գրիչները իհարկե կան, ուղղակի անվճար դեռ չի տրվում։ Տեսեք, բոլոր երեխաները նրանք ապահովված են մատենալ ինսուլինով, այսինքն նրանք ստանում են ինսուլինը, նրանք չեն մնացել առանց ինսուլինի, բայց եթե ցանկություն կա ծնողի կողմից, երեխայի կողմից ցուցումներ կան, որ ավելի հարմար կլինի այս երեխային ստանալ ինսուլինը այդ գրիչներով, նրանք պետք է գնեն։ Որքան արժեն նույն տարբեր են գները, ես հիմա դժվարանում եմ ասել 5-ից 10,000 կլինի։ Իսկ որտեղ պետք է դիմեն, որպեսզի կարողանան ձեռք բերել։ Դեղատները։ Դուք 10,000 մեկ հատ է։ Չէ, մեկ հատ, չէ, այո, մեկ հատ։ Իսկ այդ մեկ հատը ինչքան ժամանակ։ Այդ մեկ հատը նայած երեխա, նայած տարիք, նայած տարիք, մոտավորապես կարող է 1 կամ 2 շաբաթվա հետքել։ Այսինքն բավականին համատեղում։ Այո, բայց իհարկե լավ կլիներ, որ մենք դա ունենանք։ Ես ասում եմ, որ հիմա առողջապահության նախարարության կողմից ծրագիր է պատրաստվում եւ երեխաները կունենան միայն այդ ինսուլինները, չեմ ուզում նախորդ դրա մասին դեռ խոսել, բայց առանց նույնպես, այսինքն առանց այդ ինսուլինների երեխաները ամենամալ ապահովված են մարկային շատ լավ որակի ինսուլիններով, որով օգտագործում են ամբողջ աշխարհում։ Իսկ հիմա մեր նորմալ է ձևը ներարկան, Սովորական ձևը ներարկիչը, ինսուլինային ներարկիչը։ Իսկ բացի ինսուլինից, ինչ սննդակարգ պետք է պահպանել երեխաները։ Երեխաները, որոնք ունեն շաքարային դիաբետ, նրանք պետք է ուտեն այնպես, ինչպես ուտում են առողջ երեխան։ Սահմանափակումը միայն քաղցրն է։ Ինչու համար, որովհետև եթե երեխաները, սովորաբար երեխաները սիրում են առանց ռեժիմի անկանոն օգտագործել քաղցրը օրվա մեջ։ Եթե երեխան ունի շաքարային դիաբետ, այդ անկանոն քաղցրի օգտագործումը կբերի նրան, որ շաքարները արյան մեջ կտատանվեն, բարձանալքիչն են։ Դա հնարավոր է օգտագործել այդ քաղցրը այն դեպքում, եթե նրան հավելյալ ինսուլին ներարկում կատարել, որպեսզի ներարկված ինսուլինը ծածկի այդ քաղցրի շաքարը, քաղցրի գլյուկոզա եւ արյան մեջ շաքար չտատանվի։ Եվ մենք սովորեցնում ենք ծնողներին եւ երեխաներին ինչպես կարելի է դա անել։ Բայց միևնույն է, խորհուրդ չենք տալիս միշտ ամեն օր անկանոն օգտագործել քաղցրը, որովհետեւ ոչ մի երեխա դա չի անի, որ ամեն ուտելուց, ամեն քաղցր ուտելուց, ամեն մորեղեն, ամեն կապետ ուտելուց ներարկում կատարի իրեն։ Դրա համար ավելի լավ է սահմանափակել քաղցրը, կամ եթե դժվար է սահմանափակել, այդ քաղցրը օգտագործել ուտելու ժամերից հետո, որպեսզի ներարկված ինսուլինը ծածկի։ Հիմնական սահմանափակումները դրանք են։ Մենք երեխաներին սովորացնում ենք ինչպես սնվել, ինչպես հաշվել ածխաջրատները, որոնք պարունակվում են իրանց կերած սննդի մեջ։ Կա սնունդ, որը չի պարունակում ածխաջրատ եւ կարիք չկա ինսուլին ներարկելու։ Այդ սնունդը նրանք կարող են օգտագործել եւ ժամերից դուրս, ուտելու ժամերից դուրս։ Իսկ սովորաբար երեխան, որ ունի շաքարային դիաբետ, պետք է ուտեն այնքան, ինչքան առողջ երեխա։ Օրեկան մի քանի անգամ նախաճաշ, ճաշ, ընթրիք եւ նրանց արանքը 2 անգամ նաեւ երջաշիկ է օգտագործում, երկրորդ նախաճաշ, երջաշիկ, ոնց որ ես սովորական առողջ երեխաներ եմ։ Ուղղակի դարեդմիցով երեխան պետք է հաշվի, պետք է նայի հաշվի, թե ինչ է ուտում, ինչքան է ուտում։ Բայց այն հաշվարկները, որոնք կատարած են եւ իրենց որպես խորհուրդ տրվում է, դա արվում է համապատասխան իրենց ֆիզիոլոգիական օրգանիզմի պահանջներին։ Երեխաները իրենց պատասխանատվություն ունեն, Իհարկե, երեխաները, որոնք արդեն 8 տարեկանից բարձր են, մենք նրանց էլ ենք սովորեցնում դա հաշվել եւ շատ լավ կարողանում են անել։ Մինչեւ փոքր երեխաների համար իհարկե ծնողներն են դա
Իսկ մենք վերջի տարիներին շատացել են դեպքերը Հայաստանում մանկական դիաբետի, եթե Այո, ինչքանով են տարեկան մենք ունենում ենք 50-ից 70 նոր դեպքեր շփոթ մեկ շաքարային դիաբետի։ Օրինակ 14 թվականին ունեցել ենք 70 դեպք, 13 թվականին, եթե չեմ սխալվում, 65 դեպք, մի քանի տարի առաջ ունեցել ենք 54, այսինքն միջինում 50-ից 70 նոր դեպք մեկ շաքարային դիաբետի մենք ունենում ենք։ Իսկ պատճառը ո՞րն է բաժի։ Ընդհանրապես պատճառները մենք չունենք ինչ-որ առանձին պատճառներ Հայաստանում, պատճառները նույնն են ամբողջ աշխարհի համար, որտեղ ամբողջ աշխարհում նույնպես հիմա աճ է նկատվում։ Եվ հիմնական պատճառը կապվում է փոփոխված այս էկոլոգիական պայմանների հետ։ Հիմնական պատճառները դրանք են, որովհետև տիպ 1 շաքարային դիաբետը զարգանում է եւ տեղի ունենում գենի փոփոխություն, այսինքն գենային մուտացիաներ են լինում երեխայի մոտ։ Այդ մուտացիաները երեխան կամ ձեռքերի կամ ստանում է ծնողներից, կամ ինքն ձեռքբերում։ Ինչ պատճառով են դրանք լինում, կոնկրետ դեպքերում մենք չենք կարող ասել, բայց ընդհանուր պատճառները նույնն են ամբողջ աշխարհում։ Հայաստանի համար ոչ մի բան այդպես առանձնացված Ոչ։ շատ լավ։ Միայն ինսուլինը բավարար չէ, այսինքն ինսուլինը երեխաներին համար անհրաժեշտ է, անհրաժեշտ է, որովհետև առանց դրան նրանք չեն կարող գոյատևել։ Ինսուլինը անհրաժեշտ է։ Բայց երեխաները, որոնք ունեն շաքարային դիաբետ եւ ստանում են ինսուլին, եւ մենք ասում ենք նրանք միշտ հսկողության տակ լինեն եւ միշտ պետք է հսկեն գլյուկոզան արյան մեջ, որպեսզի իմանան տվյալ պահին ինչքան է շաքարը արյան մեջ, բարձրացավ, իջավ, միայն ինքնազգացողության վրա չեն թողնում դա, որպեսզի կարողանան ըստ շաքարի թվերի կամ սնունդը փոխեն կամ ինսուլին դոզաները փոխեն։ Եվ դա այսինքն այդ չափումները գլյուկոզայի արյան մեջ ամեն օրվա հնարավոր չի անել, միշտ լաբորատորիայում չի կարող երեխան օրական 4-ից նորական գնալ լաբորատորիա։ Եվ կան պորտատիվ սարքեր, գլյուկոմետրներ, որոնք թույլ են տալիս տնային պայմաններում շատ փոքրիկ, շատ հեշտ աշխատող սարքեր չափել գլյուկոզան արյան մեջ։ Եվ մեր բոլոր երեխաները ապահովված են այդ գլյուկոմետրերով, այդ սարքերով։ Խնդիրը տեստ երիզների մեջ է, այսինքն այն ստրիկները, որոնց օգնությամբ աշխատում են այդ սարքերը։ Դա չի մատուցվում պետության կողմից եւ դա բավականին մեծ խնդրեմ է, որովհետեւ ընտանիքի համար բավականին մեծ բեռ է ամեն օր երեխայի համար քան ստրիկ օգտագործել։ Եվ այդ հարցում մեզ շատ մեծ օգնություն է տալիս Երազ բարեգործական հիմնադրամը, որի տնօրենն է Մուխտար Ակարյանը եւ նա կասի երևի դրա մասին ավելի լավ, նրանք են ապահովում են երեխաներին այդ տեսողությունները։ Մի փոքր լրացում անեմ երեխաների թվերի հետ կապված։ Հիվանդ երեխաների Երևանում եւ Մարզերում։ Երևանում ընդհանուր հիվանդության 41%-ն է երեխաների թիվը։ Մարզերում Երևանից հետո Կոտայքի մարզն է, Գեղարքունիքի մարզը, ամենաքիչ երեխաները Վայոց ձորում են։ Դա մեր ուսումնասիրության տվյալներն են, իսկ ինչ վերաբերում է այդ երեխաների հիմնական խնդիրներին։ Պետությունը պետական միջոցներից տրամադրում է ինսուլին։ Սակայն երեխաների ծնողները ունեն խնդիր այդ ինսուլինը օգտագործելու, քանի որ ներարկիչները չտրամադրում պետությունը։ Այսինքն ծնողները իրենք իրենց միջոցներով են ձեռք բերում ներարկիչները, որպեսզի օգտագործեն այդ ինսուլինը։ Ինչպես նշվեց, շատ մեծ խնդիր է տնային պայմաններում այդ երեխաների հիվանդությունը վերահսկել այդ պորտատիվ սարքերի միջոցով գլյուկոմետրերի եւ թեստ երիզների։ Թեստ երիզները բավականին թանկ պորտատիվ միջոց են, սարք են, եւ ամսական միջինում 2 տուփ անհրաժեշտ է ցանկացած երեխայի, որպեսզի վերահսկի հիվանդությունը։ Եթե վերածենք գումարի միջին շուկայական,
ապա դա մոտ 20,000 դրամի կարգի։ Այսինքն մեկ երկայ պարագայում ներարկիչների եւ այլ զարգացումները։ Միայն թեստի երիզները։ Ամսական Ներարկիչները, եթե չեմ սխալվում, 50-ից 70 դրամ մեկ ինսուլինային ներարկիչ արժի։ Սովորական ինսուլինային ներարկիչը, ոչ գրիչ ներարկիչները, որի մասին Տիկին Հակոբյանովան ասեց, նշեց իր խոսքում։ Սովորական ինսուլինային ներարկիչները 50-ից 70 դրամ են դավատնային գինը, իսկ թեստ երիզները մեկ տուփը 7,000-ից 10,000 դրամ է տատվում կախված արտադրությունից, քանի որ ցանկացած գլյուկոմետր աշխատում է իր ամեն արտադրության թեստ երիզները։ Իսկ ամսական ներարկիչ է պետք է ասել, ամսական որքան Դա կախված նրանից, թե բժիշկը, ներծատաբանը ինչ չափաբաժիններով է նշանակում։ Մինիմում 3 ներարկիչ։ Այսինքն 40-ից ավել, 60 Ամսական, այո։ Խնդիր է նաև շաքարային դիաբետ ունեցող երեխաների մոտ հոգեբանական աջակցության խնդիրը, որովհետև այդ ընտանիքները, որտեղ կան շաքարային դիաբետ ունեցող երեխաներ, իրենք նախ եւ առաջ ունեն հոգեբանական աջակցության խնդիր։ Իսկ այսօր գիտեք, հոգեբանի ծառայությունը բավականին թանկ ծառայություններից մեկն է համարվում եւ անհասանելի է սոցիալապես ապահովի համար, իսկ ցավոք մեր երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Եթե չեմ սխալվում, ընդհանուր թվի 70%-ը սոցիալապես անապահով ընտանիքներից են համարվում այդ երեխաները։ Խնդիր է նաև շատ մարզերում եւ հեռավոր բնակավայրերում մասնագետների բացակայության խնդիրը։ Տիկին Հակոբյանովան կհաստատի, որ հիմա առողջապահության նախարարության հետ համատեղ ընկերության աջակցությամբ կատարում ենք մասնագետների վերապատրաստում։ Մեր տեղի ներզատավանները իրենց գիտելիքներն են փոխանցում մանկական էնդոկրինոլոգների մասով, որպեսզի իրենք արդեն տեղերում կիրառեն։ Մեր նախաձեռնությամբ հաստատվեց մանկական շաքարային դեմ պայքարի ծրագրի նախագիծը նախարարության կողմից առողջապահության, սակայն ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով ծրագիրը ամբողջությամբ կյանքի չի կոչվել, բայց հուսանք կգտնվեն ֆինանսական միջոցներ եւ գոնե կետարկետ, քայլ առ քայլ ծրագիրը կյանքի կկոչենք, որովհետեւ ինքը բավականին կարևոր ծրագիր է երեխաների կյանքի որակը բարելավելու համար։ Նաև թեստ երիզներն են ներգրաված այս ծրագրի մեջ եւ ինչքանով է կարևոր այդ թեստ երիզների դերը, որ երեխաները վերահսկելով հիվանդությունը տնային պայմաններում խուսափեն հետագա բարդություններից, որոնք բերում են հաշմանդամության եւ հրաժարվում են կյանքի տևողություն։ Իսկ ձեր բարեգործական հիմնադրամը ունի մասնակցողներ մարզերում։ Մասնակիցներ չունենք, աշխատում ենք միայն Երևանում, բայց աշխատում ենք ամբողջ Հայաստանում։ Այսինքն փորձում ենք մեր գործունեությունը այնպես կոորդինացնել, որ ներգրավում ենք բոլոր մարզերը, բացի Հայաստանի բոլոր մարզեր ունեն բալիկներ Ջավախքից, ունենք Արցախից։ Այսինքն ֆինանսական հնարավորություններով դուք բոլոր այլ գործունեները ասում եք այսպես ավելի լիարժեք բոլոր մարզերում իրականացնում եւ Միանշանակ, իհարկե, մենք հիմա երեխաների թեստ երիզների ապահովմամբ ամբողջ Հայաստանի մարզերով ենք զբաղվում, այդ թվում նաև Ջավախքից ունենք երեխաներ եւ Արցախից։ Ամսական, բայց մենք կարողանում ենք նրանց տրամադրել ընդամենը մեկական թեստ երիզ, որը բավարար չէ ամբողջությամբ ֆինանսությունը վերահսկելու։ Կազմակերպում եք միջոցառումը, որ այդ հիվանդ երեխաները շփվեն միմյանց հետ, շփվեն այդպիսի Տարվա ընթացքում մի քանի անգամ տարբեր առիթներով փորձում ենք այդ երեխաներին հավաքել մի տեղ, որպեսզի իրենք շփվեն իրար հետ, ավելի հեշտ ներգրավեն հասարակությանը, քանի որ իրենց մոտ նաև բարդույթ է հասարակության հետ շփվելը։ Միշտ ամանորի կապակցությամբ ենք միջոցառումներ կազմակերպում հունիսի 1-ի, նոյեմբերի 14-ի շաքարախտի դեպի համաշխարհային օրվա Մեծ միջոցառում են կազմակերպում տնական պայման այդ օրը նույնպես։ Այո։ Ուսի երեխաները ունեն փոքր տարբեր լինի։ Նրանք շատ սպասում են այդ օրվան, նրանք մասնակցում են ակտիվորեն։ Եվ
որպեսզի հասարակությունն էլ տեղեկանա, որ ունենք նման խնդիր, որ մեկ անգամ ևս բարձրաձայնվի, որ ինչ իրենից ներկայացնում հիվանդությունը, քանի որ հասարակությունը այդքան է տեղեկացված չէ, շատերը կարծում են, որ հասարակության համար ինքը, այսպես կոչված վտանգավոր ինչ-որ տարել է պարունակում, բայց չեն գիտակցում, որ ինքը վարակիչ հիվանդություն չէ, այդ երեխաները ոչնչով չեն կազմում հասարակության միանշանակ, իհարկե։ Միջոցառումների շարքից ցանկանայի նշել, որ ամեն տարի ամռան ամառային ճամբար ենք կազմակերպում եւ փորձում ենք ներգրավել այն երեխաներին, ում որ նոր է ախտորոշվել։ Ճամբար գալու ծնողները ներկային երեխաների հետ թե կարողանում են ոչ, երեխաները բժիշկների հսկողության տակ են լինում օրվա մեջ 24 ժամ առանց ծնողների եւ դա օգնում է նրանց ավելի ինքնուրույն դառնալ, ավելի հեշտ տիրապետել իրենց հիվանդությանը, հա, այսինքն հոգեբանորեն իրենք ինչ-որ տեղ կարողանում են իհարկե, հոգեբանորեն իրենք ավելի եւ այո, ծնողների փորձում են առանց ծնողների օժանդակության վերահսկել հիվանդությունը, ինչը իրենց շատ անհրաժեշտ է, երբ նրանք դպրոցում են, երբ հետագայում բուհերում են սովորում կամ ավելի մեծեր աշխատանքի վայրում, բայց համենայն դեպս փոքր տարիքից ինքնուրույնության սովորելը տվյալ պարագայում շատ կարևոր է։ Ծնողների համար է դա շատ կարևոր հոգեբանական խնդիր, որտեղ նրանք տեսնում են, որ երեխան կարող է առանց իրենց մեծահասակ մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս տարի մեկ чисто профилактически ստուգել շաքարը։ Ոնց է կարծում երեխաների նույնպես արժի տես տարի մեկ ստուգել մանավանդ եթե ռիսկի ֆակտորներ կամ ասենք Չգերևի դուք տարի մեկ մեծահասակ մեծահասակ հիվանդներին, մեծահասակներին ոչ հիվանդներին, առողջներին խորհուրդ է տրվում 45 տարեկանից բարձր պարտադիր բոլորին ստուգել շաքարը, ամիջ պրոֆիլակտически։ Եթե հայտնաբերված չի, կրկնել այդ հետազոտությունը 3 տարի հետո։ Եթե ունեն ռիսկի գործոններ, կարելի է եւ ավելի հաճախ։ Երեխաներին ոչ, որովհետեւ երեխաներից ասեցի արդեն, երեխաների մոտ շաքարային դիաբետը ինչի համար է մեծահասակների մոտ այդպես ստուգում, որովհետեւ մեծահասակների մոտ տիպ 2 դիաբետը սովորաբար զարգանում եւ նա կարող է այսպես դանդաղ զարգանալ եւ երկար ժամանակ ամիսներ անհայտ մնալ, չախտորոշված մնալ եւ հիվանդին շատ չանհանգստացնել, բայց վտանգավոր է նրանով, որ բարդությունները դիաբետի արդեն սկսում են զարգանալ, անգամ եթե շաքարարանը շատ բարձր չի։ Երեխաների մոտ տարբերվում է ընթացքը դիաբետի եւ կտրուկ է սկսվում, նշանները կտրուկ են սկսվում, որտեղ մենք խոսում ենք ինսուլինի բացարձակ անբավարարության մասին։ Եվ այդ նշանները բոլորը սուր կսկսվեն, կտրուկ կսկսվեն եւ կնկատվի արտադրիչի վրա նշել են։ Եվ դրա համար երեխաների մոտ նման չափումներ չեն անում։ նշեցիք պետական միջոցառումների մասին, բայց ես ուզում եմ իմանալ, արդյոք կան կոնկրետ ժանգետներ, թե ասենք առողջապահության նախարարությունը, այնպես ասում է, քննարկենք, կզբաղվենք, բայց դա անժանգետ այդպես օդի մեջ մնում է, կոնկրետ միջոցառումներ, կոնկրետ ժանգետներ, այդ ծրագրի մասին։ Կա ծրագիր, որը կոնկրետ հիմա քննարկվում է։ Կա ծրագիր, որը այսինքն քննարկվում է, բայց ժանգետների մասին դուք եք մի շատ երկար չի տեղ։ Իսկ ծրագիրը, որի մասին նշեցի, որ արդեն հաստատված է դեռ անցյալ ամռանից առողջապահության նախարարի կողմից, ինքը ուներ հստակ ժամանակացույց գործողությունների պլանի, որ պետք է 2015 թվականից սկսեինք։ 11 կետից բաղկացած գործողությունների պլան, որից մեկն ենք առայժմ կարողանում իրականացնել, այդ էլ ՕՖԻ ֆինանսավորման, աջակցության մասնագետների վերապատրաստումն է։ Մնացած 10 կետերով առայժմ ֆինանսավորում չլինելու պատճառով իսկ կետերն մի փոքր կարող են բացել այդ։ Ես ինչքանով որ հիշեմ այդ կետերը հիմա կբացեմ, ներգրաված են գործողությունների պլանում թեստ երիզներով ապահովումը երեխաների, գլյուկոզայի հավերով ապահովումը, գրիչ ներարկիչներով, հիվանդանոցային եւ ամբուլատոր կետերին հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելը, ժամանակակից միջոցների
ներդրումը Հայաստանում, ինչպես Տիկին Աղաջանովան նշեց, պոմպերի եւ մնացած ժամանակակից սարքավորումների բժշկական, որը մենք ցավոք դեռ Հայաստանում չունենք եւ պրակտիկաներ չունենք կիրառման։ Իսկ իրանք կետը բավարարում Մասնագետների վերապատրաստում, հայօգնության ֆոնդի աջակցությամբ է այդ հիմա կատարվում։ Մասնագետները ուղարկվում են Մուրացյան համալսարանական թանգարանում, մեր կան, այնտեղ անցնում է վերապատրաստում։ Մանկական ձեռնարկատիրը չի հասնում ինքը, հասկանում, այն ինչ որ նույնիսկ գրավում է, ինքը չի հասնում, չի բավարարում։ Այո, պետբյուջեի միջոցները չեն բավարարում ֆինանսավորել նույնիսկ այն ծրագրերը, որոնք հասնում են։ Բայց այն ծրագիրը, որի մասին ասում են, որը կարծում եմ հաստատվի, նա մի քանի կետ պետք է որ քանի այդ ծրագիրը։ Ուղղակի նախորդ չեմ ուզում դրա մասին խոսել, ես կարծում եմ դրա մասին իհարկե հայտնի կլինի։ Դա քննարկում է։ Այո, դա ակտիվ քննարկում։ Իսկ անվտանգության կանոններին երեխաների սովորեցնում եք, չեն լինում դեպքեր, որ նույն երեխաչով երկու կենսական չի խաղալ քանի տոկոս։ Տարական կանոնների Դա պատանին կանոններ, որովհետև բոլոր երեխաները, որոնք անշանքային դիաբետ իրականացնում են մեզ մոտ դիաբետի դպրոց, այսինքն դասընթացներ, որոնց ժամանակ այդ նաև այն նման խնդիրներ են բացատրվում։ Իսկ որտեղ զբաղվել չի օգնում, որ այն մի քիչ Իհարկե օգնում է եւ պատանին երեխաները զբաղվում են սպորտով, նրանք պետք է լինեն ֆիզիկապես ակտիվ, որովհետև այդ ֆիզիկական ակտիվության ժամանակ, կանային աշխատանքի ժամանակ գլուկոզան օգտագործվում է արյան մեջից եւ նվազում է։ Պատանին նրանք եթե հնարավորություն չկա մարզերում գնալու չունի սպորտի, նրանք վարժություն են տանել անում։ Մենք աշխատում ենք հետևել դրան։ Մի հարցեր էլի, վերջերս բասիկ ծխելու մասին մի շարք ուսումնասիրություններ են հասկացնում, թե ինչ տանգավոր է երեխաների համար, այն երեխաների էնդոկրին նորմալքի համար ինչով է բասիկ ծխելը տանգավոր։ Անոնք հայտնամուտից շատերը իրոք շատ են ծխում իրենց երեխաների մոտ, արդյոք դա է ռիսկի գործոն չի։ Դա ռիսկի գործոն է, որտեղ ցանկացած տոքսիկ նյութ կարող է ունենալ իր ազդեցություն։ Նաև քննարկվում էր, որ հնարավոր է եւ այդ նիկոտինը, այդ նյութերը նաև ազդեցություն ունեն եւ ենթաստամոքսային գեղձի վրա։ Ինչքանով ունի դա այդ ազդեցությունը մենք չենք կարող ասել, դեռ լիարժեք հայտնի չի, բայց եւ վահանաձև գեղձի աշխատանքի համար է վտանգավոր ծխերը եւ նույնպես պասիվ ծխերը։ Իհարկե ընդդիմներ կան, բայց չեն կարող ասել, որ կա ուղիղ տոքսիկ էֆեկտ։ Անուղղակի անպայման ամբողջ օրգանիզմի վրա ազդեցություն կթողի պասիվ ծխերը, միանշանակ։ Ուրեմն եթե ամփոփենք այսօրվա մեր հանդիպումն արդյունքները, խորհուրդը հետևյալն է. ծնողները, երբ որ նկատում են երեխաների մոտ ներասած արդեն հիվանդության նախանշանները, պետք է պարտադիր դիմեն բժշկի, իրեն բժշկի հսկողության ներքո ստանան ինսուլին պարտադիր եւ հնարավորինս դիմելով ձեզ ստանան որոշակի եւ հոգեբանական աջակցություն եւ ֆինանսական գուցե եւ դրանով կարողանան օգնել մեր փոքրիկներին։ Կարծում եմ մեր հանդիպումները հաճախակի կդառնան, դուք կներկայացնեք ձեր աշխատանքները, գրաշխարժություններ կփորձեն լուսաբանել եւ ինչ-որ տեղ աջակցել ձեզ այս խնդիրը հաղթահարելու եւ լուծելու խնդրում։ Եթե դրա հարցեր չկա։ Տարածաշրջանի համեմատությամբ Հայաստանը ինչ վիճակում է։ Հարևան երկրները Հայաստան, Ադրբեջան Ունենք հետազոտության տվյալներ համաշխարհային առողջապահական կազմակերպության եւ դիաբետի միջազգային ֆեդերացիայի եւ ցավոք ցուցանիշները բարդ։ Այո, Հայաստանում ամենաբարձր ցուցանիշներն են գրանցված թե տարածվածության, թե մահացության դեպքում, բայց ես ասում եմ ընդհանուր դիաբետի, ոչ թե մանկական դիաբետի։ տարածաշրջանի Այո, Հայաստանում ամենաբարձր ցուցանիշներն են թե տարածվածության, թե դիաբետը որպես ընդհանուր եք ասում մեծահասակներ։ Այո, ընդհանուր դիաբետ, ուսումնասիրություն ընդհանուր դիաբետի Տվյալները հիմնականում իհարկե այդ տվյալները հիմնականում մեծահասակների թիվն է, այո, եւ Չէ, ընդհանուր թվով է արվել, առանձին մանկական դիաբետի վերաբերյալ ուսումնասիրության տվյալներ չունենք։ Բայց ընդհանրապես եթե համեմատենք ընդհանուր թվերի հետ, Հայաստանում երեխաների դիաբետը ավելի շատ չէ տարածված, քան մյուս երկրներում, եւ Հայաստանը համարվում է միջին տարածվածության երկիր։
դիֆերենցիալով։ Սա սոցիալական հիվանդություններ է, Սոցիալական է, այո, որովհետև համարվում է սոցիալական, որովհետև եւ նաեւ մեծ ֆինանս